Բարի կեսօր, սիրելի հեռուստադիտող, մենք շարունակում ենք ուղիղ եթերի մեր աշխատանքը, իսկ օրվա ամփոփիչ եթերը իհարկե Նուր հեռուստաընկերության գլխավոր գործընկերոջ Արփինետ ընկերության հետ է։ Արփինետ ընկերությունը մշտապես Նուր TV մշակութային ընտանեկան ծրագրերի կողքին է եւ աջակցում է մեզ ունենալ հետաքրքիր ու օգտակար զրույցներ։ Եվ այս պահին մեր տաղավարում է Արփինետ ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Լիլիթ Բդոյանը։ Բարի օր։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր տաղավարում գտնվելու համար եւ պատմեք ինչպես եք։ Շնորհակալություն հրավերի համար, շատ հաճելի է ձեր գեղեցիկ զրահում գտնվելը։ Լավ եմ, շնորհակալություն։ Շնորհակալություն մեր եթերն ապահովելու համար եւս մեկ անգամ եւ եկեք սկսենք հենց սկզբից, ինչպես սկսվեց գործունեությունը ծավալել Արփինետ ընկերությունը եւ ինչ ուղղություններով եք աշխատում։ Շատ լավ։ Արփինետ ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականից, այդ ժամանակ փոքր ընտանիքից է ծնունդ առել Արփինետ ընկերությունը եւ դա է հիմք եղել, որ այսօր 100+ աշխատակից ունենալով Արփինետ ընկերությունում որդեգրված այդ թվականի ընտանիքից ծագում առած հարաբերությունները, ջերմագին ընտանեկան մթնոլորտը դեռ գործում է մեր աշխատակիցների միջև։ Եվ հավատացեք, դա շատ կարևոր է, երբ հիմնադիրները ճիշտ հիմք են դնում, ինչպես փոքր ընտանիքում ծնողներն են լավ հիմք դնում եւ այդպես շարունակվում է։ Այստեղ էլ այժմ մեր ընկերությունում շատ ջերմ հարաբերություններ են, մեկը մյուսի համար, մեկը մյուսի փոխարեն, երբևէ կոլեկտիվում մեր աշխատակազմում կոնֆլիկտներ չեն լինում։ Լինում են աշխատանքային, դա բնականաբար, առանց դրա հնարավոր չի, բայց որ տեսնում ես թիմը աշխատում է հանուն մեկը մյուսի եւ մեկը մյուսի փոխարեն, դա շատ կարեւոր է։ Եվ դա 2007 թվականին հիմնադիրների հիմքը ճիշտ հիմք դնելուց է, որ առ այսօր այսքան տարի Արփինետ ընկերությունը բարեհաջող գործունեություն է ծավալում։ Եվ ինչ ուղղություններով եք աշխատում, եկեք արդեն ավելի մանրամասն խոսենք գործունեության ոլորտից։ Շատ լավ, Արփինետ ընկերությունը շատ բազմազան եւ բազմատեսակ ծառայություններ է մատուցում։ Ինտերնետ, հեռուստաալիքներ, IPTV, ամպային լուծումներ, տեսահսկում, հոստինգներ եւ նմանատիպ այլ ծառայություններ։ Արփինետ ընկերությունը այժմ շատ կարևորում է որակյալ սպասարկումը։ Մեզ համար շատ կարևոր է, որ բաժանորդը գոհ է մնում մեզանից։ Կապ չունի, քանի անգամ են մեր աշխատակիցները այցելում իրենց տուն, իրենց կողմից բացառապես առանց ֆինանսական ներդրման, խնդիրներն էլ լինում են տարբեր։ Եղել են դեպքեր, զվարճալի մի դեպք ասեմ, երբ որ սահմանամերձ գյուղ է եղել եւ մեծահասակ մարդիկ է եղել եւ հեռակառավարման վահանակից օգտվել չեն կարողացել։ Մեր տղաները, մեր աշխատակազմը, մեր տղաների խումբը գնացել են, օգնել են, սովորեցրել են, դա որպես խնդիր ենք մենք ընկալել, քանի որ այդ մարդը վճարում է մեզ եւ ուղղակի չի կարողանում օգտվի։ Սա նաեւ հիմնադիրների 2007 թվականի հիմք դնելուց է, որ այսօր մենք բաժանորդներին վերաբերում ենք մեր ընտանիքի անդամի նման։ Կապ չունի ինչ խնդիր է, բացառապես անվճար տղաները մոտենում են, խնդիրը լուծում են, որպեսզի բաժանորդը գոհ մնա մեզանից։ Սպասարկման որակից իհարկե ավելի մանրամասն դեռ կխոսենք։ Դուք որպես առաջին մարզային օպերատոր հետաքրքիր է ինչ ռազմավարական նպատակներ եք ի սկզբանե ձեր առջև դրել եւ այսօր որքանով եք այդ նպատակներին համահունչ կարողանում առաջ գնալ։ Որպես մարզային առաջին օպերատոր 2015 թվականին ռազմավարության մեջ մեր ամենակարևոր գերագույն նպատակը եղել է, որ գյուղի բնակիչը, գյուղացի բնակիչը եւ քաղաքի բնակիչը հավասարազոր, հավասար պայմաններում օգտվեն մեր ծառայություններից։ Այսինքն բոլոր հնարավորություններն ունենա, ինչ ունի քաղաքի բնակիչը։ Կարիք չունենա քաղաք գնալու, գյուղը լքելու, նույնիսկ երկիրը լքելու, կրթություն ստանալու համար, վերապատրաստվելու համար, թեկուզ երեխային կրթելու համար։ Այսօր բոլորս էլ գիտենք, որ ինտերնետի միջոցով կրթություն են կարողանում
ստանալ, վերապատրաստվում ենք, մեր երեխաներին զարգացնող խաղեր ենք ինտերնետի միջոցով խաղում իրենց հետ, մուլտֆիլմեր էլ բազմազան են այսօր եւ հայկական եւ արտասահմանյան, այդ բոլորը բարձր տեխնոլոգիաների եւ ինտերնետի միջոցով է, չէ՞ լինում։ Դրա համար մենք մեր առաջ նպատակ ենք դրել եւ 15 թվականին որոշում կայացվեց օպտիկան գյուղում նախագիծ մշակել, որպեսզի կարողանանք սահմանամերձ գյուղեր ավելի շատ հասնենք, որպեսզի այդ գյուղերում նույն բարձր որակի ծառայությունը մատուցենք ու ամենակարևորը նշեմ, որ նույն արժեքով գուցե կան հավասարազոր եւ ավելի խոշոր ընկերություններ, օպերատորներ, որոնք ծառայությունները մատուցում են մարզերում, քաղաքում տարբեր արժեքներով, բայց մեզ մոտ ի սկզբանե եղել է, որ ոչ մի տարբերություն չպետք է լինի, մարզի բնակիչ է, գյուղի բնակիչ է, թե քաղաքի։ Մենք միևնույնն է, նույն արժեքով, նույն որակի եւ նույն փաթեթի կետերը ապահովում ենք գյուղի բնակիչների համար եւ շատ կարեւորում ենք այն փաստը, որ դրանով նաեւ իսկ նպաստում են կրթությանը։ Այո։ Կրթության հետ կապված մի բան հավելեմ, որ սահմանամերձ գյուղերում օրինակ երասխ, մարգարա, որոնք 10-15 կիլոմետր են հեռու ընդհանրապես սահմանից։ Նախ նշենք այդ տարածքները, որտեղ դուք գործունեություն եք ծավալում եւ ունեք մասնաճյուղեր, ապա արդեն այո։ Սահմանամերձ գյուղերից մի քանիս ասեմ, երասխ, Զանգակատունը, Մարգարյանը ընդհանրապես 10-15 կիլոմետր են սահմանից հեռու, բայց բոլոր հավասար ծառայությունները այսօր ստանում են ինչ մենք Երևան քաղաքում կամ Արմավիր քաղաքում կամ Արարատ քաղաքում սպասարկման սրահների հետ կապված մենք ունենք Երևանում 2 սպասարկման սրահ, Էջմիածնում, Արմավիր քաղաքում, Վեդիում, Արտաշատում, Արարատում, Արագածոտնի մարզ Թալինում եւ Արթիկում։ Առայժմ այդքանն են։ Եվ կարողանում ենք այդքան սպասարկման սրահներում մեր երխնդիրը լուծել այս պահին։ Եվ ինչ փաթեթներ եք առաջարկում մարդկանց։ Ճիշտն ասած, մեր փաթեթները շատ բազմազան են, նամանավանդ վերջին անցած տարվանից սկսած, վերջին ամիսների ընթացքում շատ ենք փոփոխություններ կատարել։ Ամեն տարի մենք փորձում ենք նոր ակցիաներ առաջարկել, նոր պրոդուկտ ունենանք մեր բաժանորդի համար, քանի որ մենք ունենք այս պահին 10-15 տարի բաժանորդ մեր, որ այդքան տարի մեզ հետ են, իհարկե ինչու են այսքան տարի մեզ հետ համագործակցում աշխատում, իրենցից հետադարձ կապ ստանալով զուտ բարձր սպասարկման, բարձր որակի սպասարկման համար մեր կողմից իրենց հանդեպ ուշադրությունը եւ հոգատարությունն են շատ կարեւորում։ Դրա համար մեր փաթեթները մենք փորձել ենք այնպիսին սարքել, որ իրենց ավելի հարմար լինի։ Անցած տարվա դեկտեմբերից մեր փաթեթներում փոփոխություններ են կատարել, մեգաբիտները կրկնապատկել ենք, եռապատկել ենք եւ տասնապատկել ենք։ Օրինակ, եթե ունենք փաթեթ, որ 80 մեգաբիտ է եղել, այս պահին մենք 200-ն ենք առաջարկում, բացառապես նույն արժեքով, այսինքն ինքը վճարում է իր օրինակի համար 8000 դրամը, նախկին 80 մեգաբիտի փոխարեն ստանում է 200 մեգաբիտ, բայց այստեղ մենք մի հատ էլ մեծ գրավական ունենք, բացառապես անվճար տրամադրում ենք Wi-Fi 6 սերունդի սարք։ Մեզ մրցակից եւ ավելի խոշոր օպերատորները նույնպես տալիս են Wi-Fi 6 սարք, ուղղակի բարձր տարիֆներին։ Այս տարի մոտավորապես մի ամիս առաջ, եթե չեմ սխալվում, մենք նոր ակցիա մշակեցինք, որ արդեն ցածր տարիֆներին ենք տրամադրում Wi-Fi 6 սերունդի սարք, բացառապես անվճար։ Բաժանորդից հասնում է մենակ, գնալ սպասարկման սրահ, վերակնքել գործող պայմանագիրը, ստանալ նոր պայմանագիր Wi-Fi 6-ը ներառյալ արդեն, մեգաբիտները կրկնապատկել, տասնապատկել, 20-ապատկել եւ ստանալ Wi-Fi 6 սարք։ Չեն ստանում իրանք, ավելի շատ մեր տղաներն են գնում տեղադրում։ Ամեն ձև փորձել եք հարմարեցնել աստորեն սպառողի հարմարությանը։ Այո,
ու արդեն մենք ավելի ցածր փաթեթներին էլ ենք տրամադրում։ Ճիշտն ասած հիմա մի հատ նոր ակցիա ունենք, որի մասին չեմ ուզենա հայտարարեմ հիմա։ Բայց արդեն կեսա ասեցի։ Չէ, այդ նորը չի, դա անցած տարվանն է։ Այս պահին եւս 2 ակցիա ունենք, մեկը շատ բում ակցիա է, որի մասին չեմ ուզենա այսպես հայտարարեմ, մոտ ժամանակներս, որ հետևեք մեր պաշտոնական կայքին, սոցցանցերին կտեղեկանաք, բայց մյուսը կասեմ։ Ասեք։ Մյուսը մենք ունենք KTV ծառայություն 6500 դրամ փաթեթն է դա։ Մենք հիմա որոշում ենք կայացվել մեր տնօրենների կողմից, որպեսզի Wi-Fi 6 սերունդի սարքը տրամադրենք նաև 6500 դրամ սակագնային պլանով փաթեթներին։ Բայց 6500 դրամ փաթեթը մի քիչ պետք է ավելացնի գումարը, ամսական 400 դրամ ընդամենը ավելացնելով, այսինքն 6900 դրամ է փաթեթի արժեքը դառնում։ Ինքը բացառապես ստանում է կրկնապատիկ մեգաբիտները Wi-Fi 6 սերունդի սարքով։ Սա կարծում եմ բաժանորդի համար շատ հարմարավետ, շատ հարմարավետ, նամանավանդ եթե մեծ ընտանիք են։ Wi-Fi 6-ի մասին մի քիչ ավելի շատ ինֆորմացիա էլ որ ունենան, սա շատ լավ տարբերակ է, որ բոլոր ընտանիքի անդամները տարբեր տեխնիկաներով միաժամանակ կարողանան Wi-Fi-ից, ինտերնետից օգտվել։ Գիտեմ նաև, որ շատ բուհերի հետ եք համագործակցում, ունեք հետաքրքիր ծրագրեր, առաջարկում եմ այդ մասին եւս մանրամասն պատմենք։ Այո, մենք գրեթե բոլոր բուհերի հետ ունենք համագործակցության հուշագիր կնքված։ Շատ ակտիվ կարիերայի կենտրոնների հետ ենք աշխատում, մեր թափուր հաստիկները համալրելու նպատակով, ստանում ենք իրենց կողմից առաջարկված CV-ները, ուսումնասիրում ենք, փորձում ենք ներգրավել ավելի երիտասարդ սերունդ, հաշվի չառնելով աշխատանքային փորձը։ Փորձում ենք շանս տալ, հնարավորություն տալ, այո, սկսնակ մասնագետներին։ Երևի մենք այդ եզակի ընկերություններից ենք, որ ոչ մասնագետներին վերցնում ենք, սովորեցնում ենք, նաև վճարում ենք այդ ընթացքում, եւ վճարում ենք եւ սովորեցնում ենք, որ ինքը մասնագետ դառնա եւ դառնա մեր մեծ ընտանիքի անդամ։ Կարիերայի կենտրոնների հետ կապված, ասեմ, որ շատ ակտիվ համագործակցում ենք։ Նաև ունենք կրթական շատ լավ ծրագրեր բուհերի հետ։ Եթե չեմ սխալվում, անցած տարի Կառավարման ակադեմիայի հետ ունեցանք վերապատրաստման ծրագիր քաղցառայողների եւ ոչ միայն քաղցառայողների համար, կիբերանվտանգության եւ կիբերհանցագործություններ թեմայով շատ բանիմաց եւ գիտակ մասնագետներ էին դասախոսում։ Ծրագիրը ստացվեց, հետադարձ կապը շատ դրական էր, շատ լավ էր, նույնիսկ դիմել էին նորից կազմակերպել այլ բուհում ու համատեղ Կառավարման ակադեմիայի հետ, Արփինետի հետ համատեղ սերտիֆիկատ էր հանձնվեց մասնակիցներին։ Նաև կուզենամ նշեմ, որ բարեգործական ծրագրեր ունեք նաև, թե առաջ եմ անցնում։ Չէ, մի քիչ առաջ եք անցնում, այստեղ շատ կարևոր մի հատ համագործակցություն կա, որ կուզենամ իմանան, եթե չգիտեն իհարկե։ Ուրեմն Արփինետ ընկերությունը օպերատորների միության հետ համատեղ կրթական ծրագիր է ստեղծել տնտեսագիտական ինստիտուտում, Ժող ինստիտուտում, որը կոչվում է տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում կրթական ծրագիր։ Արդեն 5 տարի է գործում է կրթական ծրագիրը ու բավականին շատ դիմորդներ են լինում, այս տարի նորից ավարտողներ ունենք, դիպլոմների հանձնում կազմակերպեցինք, պրակտիկանտներ ենք շատ ներգրավում։ Այնպես է ստացվել, որ մեր աշխարհում շատ քիչ է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները նամանավանդ բիզնեսում, կառավարման ոլորտում։ Ճիշտ է, շատ թրենդային մասնագիտություն է դարձել IT ոլորտը, բայց IT-ն բիզնեսում շատ քիչ է հանդիպում, դրա համար որոշվեց կրթական ծրագիրը ստեղծել, որպեսզի բիզնեսներին պատրաստի մասնագետ առաջարկենք։ Կարծում եմ արդեն կարող ենք բարեգործական ծրագրերից խոսել եւ տեսնել այդ ոլորտում ինչ գործունեություն եք ծավալում։ Անկեղծ ասած, բոլոր ոլորտներում այնպես շատ ասելու բան կա, ես փորձում եմ ավելի կարևորները ու այո, հնարավորինս հակիրճ ձևակերպեմ, որպեսզի համել շատ ինֆորմացիա տամ։ Բարեգործականների հետ կապված շեշտադրումը կուզեմ սկսել մշակութային եւ կրթական համալիրներից։ Շատ մանկապարտեզներ այսօր մարզային ավելի շատ, Արմավիրի մարզում, Արարատի մարզում, Արագածոտնի մարզում մանկապարտեզներ կան, որ կրթական նախադպրոցական համալիրներ, որոնց մենք անվճար ծառայություն ենք մատուցում։
Զուտ այն նպատակով, որ մարզային գյուղական համայնքների մանկապարտեզները զարգացման հնարավորություն ունենան ինտերնետի միջոցով։ Խոշորագույններից կարող եմ նշել Ավշար համայնքի Արմաթ լաբորատորիան, որը որ հայտնի է բոլորս գիտենք, եւ Արարատ քաղաքում Արմաթ լաբորատորիան է, որին անվճար ինտերնետ ենք տրամադրում ռոբոտաշինության խմբակին, իրենց հետագա բոլոր պրոյեկտներին։ Գրադարաններ ունենք, որոնց գրքերի էլեկտրոնյանացմանը, որպեսզի էլեկտրոնային գրքեր լինեն, նպաստել ենք, փորձել ենք օգնել, որպեսզի գրքերը էլեկտրոնային լինեն, մշակութային տներին ենք շատ փորձում աջակցել, անվճար ծառայություն տրամադրել, այլ ծառայություններ եղել են նախագծեր, որ մանկապարտեզներին համակարգիչներ ենք նվիրել, սառնարաններ, չբացեմ տարբեր գործունեության փորձում ամեն ձև, այո, սպասարկման որակից, քանի որ խոսեցինք, առաջարկում եմ նշենք, թե ինչու ենք կարևորում, ինչու է Արփինետը այսքան շատ կարևորում սպառողի համար ստեղծել լավագույն պայմանները եւ փաստորեն նաեւ որոշակիորեն անվճար սպասարկում տրամադրել, սա կարծում եմ շատ կարևոր է եւ սպառողին տրամադրում է, որպեսզի տվյալ ընկերությունից օգտվի։ Ես կարծում եմ մեր երկրում Հայաստանում առաջնային դեր սերվիսը պետք է լինի։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ եթե մենք գնանք սնվելու կետեր, մի կետում շատ համեղ լինի, չգիտեմ, շատ գները հարմար լինեն, բայց սերվիսը, սպասարկումը լինի առանց ժպիտի, առանց հարգանքի, առանց ինչ-որ հոգատարության, առանց հաճախորդի կարծիքը հաշվի առնելու, մենք հաստատ երկրորդ անգամ այդտեղ չենք գնա։ Կգնանք մի քիչ ավելի քիչ տեսականի ունեցող ինչ-որ սննդի կենտրոն կամ խանութ, որտեղ մեզ ժպիտով են դիմավորում, որտեղ հարցնում են մեր ճաշակի մասին, մեր ցանկության մասին, մեր բյուջեի մասին, քանի որ այսօր շատ կարևոր է նաև մարդու սոցիալական վիճակը։ Բյուջեի հետ կապված, սոցիալական վիճակի հետ կապված, ասեմ, որ նաև շատ ընդառաջումներ ենք անում բաժանորդներին։ Ունենք երկար տարիների բաժանորդներ, որ դժվարանում են վճարում կատարել, փորձում ենք ամեն կերպ հարմարվել։ Մենք շեշտադրումը միշտ դրել ենք բարձր որակյալ սպասարկման վրա։ Նույնն է, եթե գիշերով վթար է լինում, մեր տղաները գնում են, վթարը կարգավորում են, բաժանորդի տուն այնքան սպասում են, մինչև տեխնիկական մասը խնդիրը լուծի, մինչև բաժանորդի խնդիրը չլուծվի, ինտերնետը չաշխատի կամ հեռուստաալիքը չլինի, մեր տղաները դուրս չեն գալիս իրենց տեղ։ Ու շատ կարևոր է նաև զանգերի կենտրոնի աշխատակիցների աշխատանքը, որ 24/7 աշխատում ենք եւ տեխնիկական զինված, տեխնիկական գիտելիքներով զինված աշխատակիցներ են, որ շատ անգամ հեռավարել է լուծվում խնդիրները։ Եվ առաջիկայում ինչ հետաքրքիր նոր ծրագրեր ունեք, ինչ գործեր կան, որոնք պետք է իրականացնել։ Առաջիկայում նոր տարածքներ ենք փորձում մտնել, կարող եմ նշել մոտավորապես մոտակա ժամանակներս արդեն երևի կհայտարարենք այդ մասին, աշտարակի հատված ենք ուզում այնտեղ գնալ, մեծ պահանջարկ կա, այնտեղից շատ ենք ստացել պահանջարկ մեր բոլոր ծառայությունները մատուցելու համար, աշտարակի հարակից բոլոր գյուղերը, այնտեղ Մուղնի, Օշական, Սաղմոսավանք, Օհանավանք, այդ տարածքներում հիմա վերազիննում ենք կատարում եւ աշխատանքներ է տարվում, որպեսզի կարողանանք ծառայություն մատուցել։ Եվ ամփոփելով արդեն մեր զրույցը կարող եք ձեր ամփոփիչ խոսքը ասել եւ եթե կա ինչ-որ բան հավելելու, խնդրեմ։ Շատ կարևոր մի բան կա, որ դա եւս բաժանորդի համար վստահություն է օպերատորին, ու ոչ բոլոր օպերատորներն այսօր ունեն, դա ISO ստանդարտով աշխատելն է։ Մենք այսօր ISO 27001 ստանդարտով ենք աշխատում, ամեն տարի անցնում ենք ստանում ենք լիցենզիա եւ մեր բաժանորդները իմանալով, որ մենք ISO ստանդարտով ենք աշխատում եւ այսօրվա իրանց ստորագրած պայմանագիրը վաղը չի փոփոխվելու եւ ծառայությունները մատուցվելու է ըստ իրանց ստորագրած պայմանագրի, ավելի վստահ են մեր հանդեպ եւ դա մեզ համար շատ կարեւոր է։ Մենք ամեն տարի մեծ ստուգումներ ու մեծ process ենք անցնում այդ լիցենզիան ունենալու համար ու փառք ասում, ինչեւ հիմա ունենք եւ հուսամ երկար ժամանակ դեռ ISO ստանդարտով կաշխատենք։ Շնորհակալ
եմ Լիլիթ մեր տաղավարում գտնվելու եւ այդչափ բովանդակային զրույց ունենալու համար եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում ձեզ եւ ամբողջ Արփինետ ընկերությանը մեր այս գեղեցիկ օգտակար զրույցները ապահովելու, եթերն ապահովելու եւ մեր կողքին լինելու համար։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Սիրելի հեռուստադիտող, այսպիսով ամփոփենք մեր այսօրվա զրույցը, ձեզ խաղաղ եւ հաճելի հանգստյան օրեր, իսկ մենք դեռ կհանդիպենք։